Միասնության թևեր կուսակցությունը Քարոզ Արշավը շարունակել է հանրապետության մարզերում։ Մարտունիում Արման Թաթոյանը խոսել է ուսուցիչների եւ մանկապարտեզների տնօրենների նկատմամբ հնարավոր ճնշումների մասին, հայտարարելով, որ իր վարչապետության դեպքում կրթական համակարգի աշխատողները պաշտպանված են լինելու։ Լավ ուսուցիչը հենա, ով լավ գիտելիք է տալիս մեր երեխեքին։ Լավ ուսուցիչը հենա, ով մեր երեխեքի համար աշխատում, արժեքներ է փոխանցում։ Թաթոյանը նաև հայտնել է, որ չի միանալու քաղաքացիական պայմանագրին։ Ռոբերտ Քոչարյանին չի ընտրելու վարչապետ, իսկ Սամվել Կարապետյանի հարցում մատնանշել է սահմանադրական արգելքը։ Մենք Ռոբերտ Քոչարյանին չենք ընտրելու վարչապետ, սա հատուկ նորից էլի ասում եմ։ Իսկ Սամվել Կարապետյանի մասով սահմանադրությունն է արգելում։ Միասնության թևերը խոստանում է անվճար բարձրագույն կրթություն, բնակարաններ բազմազավակ ընտանիքներին, գյուղատնտեսության աջակցություն, մթերման կայաններ, ոռոգման ջրի սիմվոլիկ վճար եւ բժշկական туриզմի զարգացում, բայց առանց հստակ ֆինանսական հաշվարկների։ Այս խոստումները կարող են մնալ ընդամենը նախընտրական խոստումներ, քան գործնական կառավարման ծրագիր։ Կուսակցությունը գեղեցիկ խոստումներ է տալիս, բայց ընտրողին դեռ պետք է պատասխան, ինչ ռեսուրսներով, ինչ ժամկետներում եւ ինչ մեխանիզմներով են իրականանալու այս ծրագրերը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։